Շնորհակալություն ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանը ներկայացվում շահումով խաղերի եւ խաղատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին եւ գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը։ Այս օրենքների նախագծերի նպատակը մեկն է՝ արգելել ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ տարածման այլ միջոցներով։ Ըստ էության այս նախագծերի ներկայացումը նպատակ ունի միասնական մոտեցում ցուցաբերել, ինչպես ինտերնետ շահումով խաղերի գովազդի, այնպես էլ խաղատների կամ շահումով խաղերի մյուս տեսակների գովազդի մասով եւ սահմանել, որ այնպես ինչպես խաղատների կամ շահումով խաղերի մյուս տեսակների դեպքում է, այնպես էլ ինտերնետ շահումով խաղերի դեպքում եւս գովազդը արգելված է։ Դա նշանակում է, որ գովազդ թույլատրվելու է միայն այն դեպքերում, երբ որ շահումով ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գովազդը կատարվում է համապատասխան խաղասրահի միջոցով կամ դրանք տեղադրվում են Հայաստանի Հանրապետության սահմանային մաքսային կետերում կամ դրանք տեղադրվում են առնվազն 4 աստղանի որակավորման չափանիշներին բավարարող համապատասխան հյուրանոցային համալիրներում։ Միատեսակ մոտեցում ցուցաբերելով հանդերձ այս նախագծի ընդունումը նպատակ ունի նաև մեր քաղաքացիներին եւ հատկապես անչափահասներին հեռու պահել եւ կանխարգելել նրանց շահումով խաղերով եւ մոլեխաղերով հրապուրվելու հանգամանքը։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Միրումյան, այժմ ասում ենք հարցերին։ Տերան Պողոսյան։ Շնորհակալություն, պարոն Միրումյան, գաղափարը ողջունել է, հատկապես երեխաների հետ կապված խնդիրներին եւ նաեւ չգիտեմ այնտեղ որտեղ կարելի է խաղատներ ունենալ կամ խաղեր անել այնտեղ տրամադրել, չնայած ինտերնետով խաղերի հետ կապված չորչապով նաեւ հարցեր կան թե որտեղ է օգտագործելու, բայց հարցս հետեւյալն է։ Այս օրենսդրական փոփոխության արտահերթությունը լինելու, որ այս ընդգրկվել է այս փաթեթի մեջ, ինչ-որ խնդիր կա, որ մենք պետք է մինչև 2015 թվականի ավարտը անենք, որտեղ 16 թվականի, չգիտեմ, բյուջեում այսքան եկամուտներ է սկսելու հունվարի 1-ից աշխատել, այդ արտահերթության գնահատականը կտակ իրական գինը, որն է, որ օրինակ ասենք սա փետրվարին չենք քննարկել, այ մտել է այս փաթեթի մեջ, խնդիրը ինչի մեջ է կայանում, որ հասկանանք նաև բուն նպատակ այս փոփոխության հենց հիմա քննարկելու։ Շնորհակալություն, իհարկե նախագծերի ընդունումը եկամտային նպատակ չի հետապնդում, պարզապես տևական ժամանակ է ինչ նախագիծը գտնվել է ազգային ժողովում եւ պարզապես այդ ժամանակային գործոնով պայմանավորված է, որ տևական ժամանակ գտնվելով հանդես ներառվել է արտահերթ նիստի օրակարգում։ Նորից եմ ուզում շեշտել, որ որևէ եկամտային նպատակ չի հետապնդում, հաշվի առնելով նաև, որ կարծում եմ գաղափարը լավն է եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ է, որ նախագիծը արդեն գտնվում է ազգային ժողովում, կարծում ենք, որ չքննարկելու որևէ պատճառ կամ շարժառիթ չկա եւ հավանաբար այդ պատճառով ընդգրկվել է արտահերթ օրակարգում։ Շնորհակալություն։ Տերան Պողոսյան արձագանքման համար։ Շնորհակալություն, պարոն Միրումյան, մեր օրակարգում վստահ եմ, որ 100-ներից ավել նախագծեր կան, որոնք ընդգրկված են, որոնք նույնիսկ կարող են ավելի շորայլ խնդիրներին նպաստել, գնահատման հարց ամեն մեկը իր համար է ընտրում, այստեղ ինձ հետաքրքրում է հետևյալը, ինչ չափանիշն է եղել հիմքում դրած, միայն օրենքները մեր օրակարգում ունենալը դժվար, միայն ասել, որ ինքը երկար ժամանակ է քննարկում, դժվար, դրանք բոլորն են դրատական գնում, ինչ չափանիշով է եղել չափած, որ այս մեկը ընտրվել է, իսկ մնացած 100-ները, որոնք այնտեղ սպասում են նույնիսկ մի քանի տարիներ, չեն ընտրվել, չափանիշների խնդիրը կասեք, օրինակ են։ Ընտրվելու չափանիշը թերևս կարող եմ նշել, որ հնարավոր բացասական ազդեցությունները չեզոքացնելն է, գիտենք, որ ողջունելի չէ մոլեխաղերով եւ հատկապես շահումներով խաղերով տարվել է եւ բնականաբար եթե այդ երևույթը կա եւ արկա գովազդներն էլ նպաստում են այդ երևույթին, բնականաբար առաջ այդ երևույթը վերացնելը կարծում եմ, որ առավել քան բավարար շարժառիթ է։ Գովազդը արգելելով պարզապես մենք հատկապես անչափահասներին հեռու ենք պահում այդ խաղերով տարվելու հնարավորությունից, ինչը կարծում ենք, որ եւս մեկ հերթական քայլ է նման բացասական երևույթները չեզոքացնելու առումով եւ կարծում եմ, որ այդ առումով ինքը պակաս հրատապություն չի ներկայացնում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Հովհաննես Մարգարիտ։